որոշում յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը, ասել է Կոմիտասը։ Ամեն ազգի պար իր մեջ ամփոփում է տվյալ ժողովրդի պատմությունը։ Զգայական իմաստով պատմության փոխանցման ամենահեշտ խոսքերի ու ճիգերի։ Պարելու ժամանակ ներշնչման ոգին, ուժը հենց հիշողությունն է։ Ռազմական պարը ոգեկոչում է, ոգին պատմության պարը դարձավ ծիսակարգ ռազմի գնալուց առաջ։ Մեր էպոսում կամ ասենք մեր դիցաբանության մեջ կա այսպիսի մի դրվագ, որ գտնելու իր ապագա կնոջը իր հզոր վազքով զարկում է դարպասին, դուրս է գալիս լծկուհին, այծեմիկը և նրանք կոխ են բռնում։ Երբ որ տեսնում է, որ տորքանգեղի մեջքը չի տվա, կարողանում է դառնալ տորքանգեղի կինը։ Նույն պատմությունը կա Դավթի էպոսում, Խանդուտի և Դավթի կռվի մեջ։ Նույն պատմությունը կա այսօր մեր կենցաղ հարսին, ծնողները կոխ են բռնում։ Սա նույն լեգենդն է, այսինքն հայ աղջիկը, հայ կինը ամուսնանում էր կամ արժանի էր իր ուժով իրեն, որովհետև հայ կնոջ իր նազանքի մեջ նաև եղել է միշտ այդ առյուծի ոգին։ Պարում ենք ռազմական Նպատակը վերև պարելն է, ոչ թե լենտ մեր երկիրը ասել նեղ երկիր է, պուչուր երկիր է։ Սարերը փոքր, մեր ձորերը խիտ, քայլերը անդադ կան։ Այս հարվածներն է։ Միասի դոն։ Ռազմական պար հասկացողությունը անդրադարձ է կարծես թե ինչ-որ ձևով ռազմական պարը, որը որպես հաղթան ոգեկոչություն դրսևորում, մոռանում եք, միշտ մոռանում եք, որ դուք միասին եք պարում։ Ինչ է ծափ տալիս, ում է ծափ տալիս։ Այսինքն մեր յուրաքանչյուր շարժումը մեր միասնության փաստն է։ Հիանում եմ իմ ընկերոջով, որովհետև իրար միասին եմ ապրում, միասին եմ քայլում, սա իմ քաղաքն է, իմ տունն է, իմ հաղթանակն է, մերն է, մեր բոլորինն է։ Մենք բոլորս ենք, մի տեսակ ենք։ Հիմա ես խնդրում եմ այդ զգացումով, այդ իրար նայելու, իրար զգալու, իրարով հիանալու, իրար սիրելու զգացումով այդ արեք։ Սա կեղծ խոսք է, սուտ I love you չի, սա իսկապես այն սերն է, որը կա ցեղային սեր է սա։ Ցեղային կիրք է։ Օրինակ ես չեմ կարող առանց հայի ապրել այս աշխարհում։ Ոնց կարամ, պետք է անպայման։ Ոնց որ օրինակ պատկերացնում եք մտքերի մեջ տիրան չլինի։ Բայերը ընդհանրապես դրանք շատ իրենց տեսակով մանկություն են պարունակում, դժվարություններ են պարունակում եւ նաեւ ինչ որտեղ երբ որ պիտի պատանին դառնար պարմանի, այսինքն հասունացած իհարկերը քաշվում են պարի մեջ։ Եթե նա կարողանում է պար արդեն տղամարդավարի պարել, ուրեմն նա դառնում է պարման, այսինքն ընդունվում է արիների շարքը։ Այն որ հասկացա, որտեղ որ ձեր մեջ սկսում է աշխատել դաշնակից ոգին, դաշնակցության ոգին, միասին զգալու ոգին, դուք դառնում եք, դառնում եք պար։ Իսկ որ չեք միասին մտածում, ներքուստ իրաց բաժան եք, ոչ մի բան չի ստացվի։ Գլուխները ոչ թե խոնար, հողեղեն, ու այսպես պիտի գաք ու վերջում ասեք, որ այո, սա մեր երկիրն է։ Այս սահմանը կարող են պարաշարքերով կարծես երկու բանակներ իրար դեմ դուրս գալ, միանալ, միավորվել եւ ընդհանուր հաղթանակ գծել, ասեն իրենց վերջին հարվածին, վերջին այսպես հաղթական գծին։ Երկար ժամանակ ես Ռուսաստանում եմ ապրել ու 11 տարի չեմ եկել հայրեն, ոչ մայրենի լեզու չգիտեի, ոչ շրջապատս ռուսական էր։ Հիմա եկա ու հոգիս բացվեց, ես հասկացա ու դա շատ հարազատ բան է։ Վարելով ես ավելի եմ դառնում հայրենասեր ու իմ մեջ ավելի է խոսում Հայաստանի ուժը, հայկական ուժը, ես ինձ ավելի
կարող է պահել մի ամբողջ ժողովրդի, հենց պատերազմների ժամանակ մեր հայկական պարով են հաղթանակել։ Բարի հենց ներքին բովանդակությունը սա է, երկուսի միասնական ժողովուրդ, այնուհետև հավաքական բանակումներ եւ հավաքական բանակով հավաքական հաղթանակ։ Հայրենիք ստեղծել նշանակում է բեկորել, իմաստավորել, պատմականացնել երկիրը։ Նշանակում է այնպես հարազատել երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս ու մեռյալ։ Նվաճել երկիրը շունչ ու իմաստ տալով նրան։ Հայրենիք ստեղծել նշանակում է հարազատեցնել երկիրը ու հարազատանալ նրան։ Այսպես են նույնանում ժողովրդի։ Սրանց դարավոր փոխներգործության արգասիքն է հայրենիքը։ Գարեգին Նժդե։